Բարև ձեզ ընկերներ, ձեզ հետ Մայիս Մարգարյանն է, Excelist Training Center-ի հիմնադիրն ու տրեյները։ Այսօր ցույց կտամ ձեզ 3 տեսակի դիագրամի պատրաստում, որոնք համեմատաբար ուրեմն նոր տեսակի են, հա։ Առաջին նայենք funnel, tunnel տեսակի դիագրամը, սա մի առանցք է մշակում, ինչպես օրինակ շրջանաձև դիագրամը, տեսեք, կտորներով ցույց է տալի տեսակարգշիռը, սակայն իհարկե փոխում է տեսքը, իրեն կարելի է գտնել այստեղ, խնդրեմ, այսպիսի տեսք է տալիս, խոշոր ու փոքր կտորները երևում են ուղղահայաց հարթության մեջ միմյանց հետ համեմատվելով, այսպես վերևից ներքև եւ այսպես շարունակ, բնականաբար, եթե ես տեղաշարժեմ այստեղ մի առանցք է մշակում, այսպես նույն համամասնությունը կպահի, սակայն եթե ես այստեղ ոչ թե տեսնում եք, որ համամասնությունը փոխվում է։ Եվ 3։ Ահա այս հերթականության մեջ պահում է համամասնությունը եւ եթե իհարկե ես այստեղ սորտավորեմ ամեն ինչ, կրկին կունենանք փոփոխված պատկեր։ Մյուսը ջրվեժ տեսակի դիագրամն է։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ինքը անում։ Վերցնենք չափումների տարբեր չափումները եւ փաստացի սա ցույց է տալիս պատկերը այս տեսքով։ Մենք ունենում ենք առաջի չափումը, ավելի ճիշտ առաջի ցուցանիշը 130, երկրորդ չափումը ավելացել է 25-ով, մյուսը պակասել է 75-ով, չափումները ցույց են տալիս տարբերությունները, հա, 45-ով ավելացել է, 65-ով իջել է, 80-ով ավելացել է եւ վերջինը տեսեք մի տեսակ տարօրինակ է ստացի 140-ով ավելացել է, սակայն այդպես չէ, վերջինը total-ն է, եթե նայենք, գումարումն է բոլորի եւ այս առաջի հայացքի թերացումը մենք ուղղում ենք այսպես, վերջինի վրա կանգնում ենք եւ աջ քլիկ set as a total, հա, ահա այսպես ցույց է տալի վերջնական ցուցանիշը։ Վերջնական ամբողջական ցուցանիշը եւ ոչ թե տարբերությունը։ Նույն ձև կարելի է առաջինը դնել set as a total եւ տեսեք, այսքան է եղել, ավելացել է, պակասել է, ավելացել է, պակասել է, ավելացել է եւ կանգնել է այսքան։ Շատ հետաքրքիր է։ Pareto տեսակի դիագրամը, տեսեք, ունենք երաժշտական սարքերի գներ, insert, գտնենք Pareton այստեղ, խճճվում եմ հաճախ բազմազանության մեջ, երևի թե սա է Pareton, այո, Pareto տեսակի դիագրամը սա է, ինչ է տեղի ունենում, հայտնի Pareto-ի օրենքը, որ սովորաբար արդյունքի 80%-ը ապահովում են ազդող գործոնների բազմության 20%-ը, շատ ուղիղ կապ ունի այս դիագրամի իմաստի հետ, տեսեք ինչ է անում, նախ ցույց է տալիս շարքը, դասավորվածությունը, ընդ որում եթե այստեղ խառը դասավորվածություն ուներ, ինքը մեծից փոքր է դրել, այսպես, տեսեք keyboard-ը ամենամեծն է, իսկ ակուստիկ գիտարները ամենափոքրը դասավորել է այսպես եւ ինչ է ցույց տալի, այս մյուս գիծը ցույց է տալի, որ առաջինը միայնակ կազմում է մոտավորապես 30%-ը ամբողջ վաճառքի, առաջի երկուսը միասին գրեթե 50%, առաջի երեքը միասին 70-ից ավել տոկոսը եւ այսպես շարունակ եւ բոլորը միասին 100%։ Արդեն կարելի է հասկանալ, թե առաջի քանիսը վաճառքների քանի տոկոսն են ապահովել։ Օրինակ այստեղից երևում է, որ վաճառքների մոտ 75%-ը ապահովել են առաջին 3-ը միասին։ Ահա այսպիսի հետաքրքիր դիագրամներ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։